Բարևձեզ, սիրելի հետևորդներս, հուսամ լավ եք, ես ընթերցանությանս սկսեմ։ Երկու աղջեով օխամը պրինց կարնեինք, գսեր Գարյանը հանմին ձերունը այրը, երկու վդից ծերկերը դակցնելով գրագարանին վրա։ Ավելի խոր ձերության մեջ ընգղմած մեծ հայրը գմիչամդեր խրբոտ ցայնով։ Դուք ինչ տեսած եք, ես Մահմուդիեի ոսկիները մեջքս կոդիիս կաբած մեկ աղջայով 5 օխա պրինց կարնեի։ Բելեդիե հացը թությունը ծրի գուկար։ Երկու ղրուշով արաբա մխավուն խարփուզ գարնեինք։ Ծմեր չեգած երկու-երեք Մահմուդիե գխարջեի, ամպարներս կլեցունեի, թուրս բադուանս կկոցեի, ճոլուղ ճոճուղս տոպ կնեի, կեֆիս կնայեի։ Հիմա մեծ ու բզդիկ չինգյանը դարձերեք։ Անցած օր köşeyi bakkalneyi Toros Efendi'nin dunenegam binlik mı zeytin yağı ozetsin. Hey gidi ժամանակներ, hey, վախտին ալչում երանք, դեղերնից չդեղավորվեցանք, սա զալը մորերը տեսանք։ Թորոս Էֆենդինով է, գսեր մորակույրս հարցական ցայնով, բերբերնի գողոսին դղան չէ, հիմա եկի վykալա դարձերեն, աման, պերանս պանալ միդակ, ինչ ճամպաներով առաջ եկած մարդիկ են, Բերբերնի գողոսը պիշմիշ ամիրային կեսեջիներ, գնիկնալ, աման սուսեղեք, ավել ծուց մորակույրս, շատ բան գասելի գամա, բադին բրաջան չկա։ Բուլղուրը կարոդ է, գրկնեց Գարյանը հանım, ագնարգովը, մեզ երախաներս ցույց տալով, որ կով-կովի նստած, մինդերիմը վրա, թուշերնից ծծած, մդիկ կնեինք մեծերուն խոսքը։ Եվ մորակույրս ավելի խողարգված խոսքերով սկսավ պատմել իրեն ծանոթ պատմությունները մեկը, որով գահիտնվեին թև արած հետսեդե հեղինակություն ցերկ բերած չդես ընտանիքի մը քաթնիկները։ Ատ ջինսը գսեր ան ագնարգելով նոր հարստացող արեդրականներում Անանք ճիսմնեկի մեկ օր կեֆ ունելու, ջախը ունելու համար հիչ հոգու չէ, քանի մը ընտանիք մոխիրի վրա գնստեցնե, հարը մարը գծախե։ Իրենց ալ չմնար, գսեր ինքսինքը մխիտարելով Գարյանը հանմին հայրը, գուզե մնա, գուզե չմնա գսեր երանիկ մարակույրս սրտնեղած, մենք մեր կործնայինք։ Ճաշից ամինչաբես ետք Գարյանը հանım ջեզվեն գկշեր գրագարանին դակ մոխիրի մեջ և կաֆե գպադրաստեր։ Այդ միջոցին ձերունիները գխոսեին Շիրինի և Ֆերհադի մասին։ Անոնք ուրիշ մարդիկ էին գսեին իրար խոսք կդրելով, կորքինով գլլային ճիշտ է, բայց թաբիատ սահıb էին։ Իրենց հախը գբաշտպանեին, ուրիշին հախին մազաչապ ցերկ չէին դար։ Թերավելին ուրիշին հախնալ գբաշտպանեին։ Ձերունիները ջանցած էին Շիրինը և Ֆերհադը։ Քա երանիկանը 100 դարեգան մգային, շատ աբրեցան, աջի բադիմի արաբաջներու խանին առաջ կով-կովի գնստեին, ջերմակ մորուկներով, հասակնին շիդակ, մեշեի ձարի բես ամուր մարդիկ էին, էսկի կերեստե, հալա թուրքերը վիլե խոսքերնին գհարկեին, ակսակալլılar գսեին։ Şirin'in alama, Ferhad'ı yaman marter. Köşeyin meçpammalılar, griv mızaker, gertayın Şirin'in u Ferhad'in bıra. Anok mıdik gıneyin, tadastan gıneyin. Ferhad, sopan hazır gıbaher, yev hansavoru, Ցերկովը գծեծել։ Ես իմ աչքովս տեսած եմ, որ
մեկը կովը գանչած է բադիժը դալու համար, անալ եկած է։ Չէ, պարամարաչ ունեին, ամա գյոնիլ ունեցող մարդիկ էին, արդար էին, էսնավին թև ու թիգուն կնեին։ Հիմա ուր է ադանք մարդիկը։ Երանիկ մորակույրս կառաջեր և մյուսները արցանկակ կդային։ Ու մեդիկը անոց պատկերները շինացեր, գսեր մեծ հայրը, դունը էրեցամ, պատկերներն ալ էրեցամ։ Ոմանք կսեին, որ նույն նգարիչը ու մեդիկ Շիրինին և Ֆերատին վրայեն նգարած էր Բողոս Պետրոս առաքյալներու պատկերները, որոնք օծված և գաղված էին Սուրբխաչ եկեղեցի խորանին երկու կողմերը։ Ժամանակին Üsküdarցի Ամիրամը լսելով թե որոնց օրինակով շինված էին Սուրբ առաքյալներուն պատկերները, քայթակղեր էր և ուզեր էր այդ սրբավիղծ նգարները վերցնել։ Լուրը հաստուցեր էին Շիրինին ու Ֆերադին ականջը և թաղին բոլոր ջրհանգիրները ոտքի ելեր էին և պաշտպան կանգներ ծերունիներուն։ Պատկերները մնացեր էին իրենց տեղը և Ամիրան ամիսներով զգուշացեր էր Աջաբադեմի ջատտեեն անցնել։ Ակնարկելով այդին եղելությամբ Երանիկ մորակույրը սկսեր. Մեծ հարս ու աղբարը Արաբաջե էին ճիշտ է, ամա չեմի Բողոս Պետրոսն ալ բալխջեին, ամիրաչեին։ Քեշորեր, նոր վերնակիր մասիգա։ Արավոտմը մայրս կդանք հիվանդ իր անգողնի մեջ։ Հայրս կանուխեն կացեր էր, մեծ մայրս և մորակույրերս իրենց հաջորդական կաֆեները խմել է հետո անդրադարձեր էին, որ մայրս դեր չեր իջեր սենյակը և վերջապես կացեր էին տեղեկանալու։ Զինք կդեր էին նստած անգողնի մեջ և ընկղմած հուսահատ տխրության մեջ։ Ոչ մեկ հարցումի անչեր պատասխաներ, ինչպես եթե խոսելու ընդունակությունը գործընծուցած լար և արցունքը անդադար գոհոսեր այդերեն։ Ոչ մեկ ակներև պատճառ չկար այդ տխրության և տնեցիները կարծեր էին, որ մայրս քեշ երազը մտեսած է, եղածը անցողական բան է։ Բայց մորս համր տխրությունը տևեց օրեր և օրեր։ Անդարձավ անդարբեր իր շրջապատին, նույնիսկ իր զավակներուն, ինչպես եթե ամենքս անճանաչ դարձած էինք իրեն։ Մեր դամ բժիշկը, որ այդ միջոցին դոկտոր Թորքոմյանն էր, երիտասարդ և նոր վերադարձած Փարիզեն, և որ եղեր էր մորս գատնեղբայրը։ Մեծ մայրս թիեցուցեր էր զինքը իր մորիվանդության պատճառով։ Մեծ անձնիվրությամբ փորձեց խնամել մայրիկս, բայց առանց արդյունքի։ Մորս հիվանդությունը, որ կգոչեին մելամաղձոտություն, մեծ ազդեց մեր դամ վիճակին վրա։ Հայրս փանը գործը թողած մեկ կվազեր բժիշկին և տեղագործին, մեկ ճամփուկեսին կվերադառնար տուն հոգալու համար հիվանդին վրա։ Մորս տխրությունը սկսավ դիրապետել ամբողջ տանը։ Երբ մենք փոքրերս ովևէ բան ուզեինք կամ խաղի մտցերնարգեինք, մեզի կսեին. «Մայրդ հիվանդ է, խելոք կեցեք»։ Մորակույրերս դժվարավ կհանեին մայրս անգողինեն, կհատվեցնեին և կբերեին վարի սենյակը, ուր բազմոցին անգյունը նստած լուր առանց հեծկլտանքի և առանց առաջարկի կարդասվեր։ Գրեթե բռնի սեղմված ագրանները տկալով բանալով անոր կխմցնեին գաթ և մսաչուր։ Մորս դեմքը հետս հետը այլափոխված, անոր վար բույները թոշնեցան, բերանը ստացավ անհատակ վշտի արտահայտություն,
աչքերը միշտ տաց, փոքր եւ իր ագնավիշ նայվածքը երբեմն դարձավ մոլորուն։ Փերայեմփերին ֆրանսացի մասնագետ բժիշկը եւ դոկտոր Տորկոմյանի հետ խորհրդակցություն տեղի ունեցավ։ Հաստատվեցավ այն կարծիքը, որ մայրս չղային ծանր հիվանդություն ունի, թե պետք է գիշեր-ցերեկ հսկել իր վրա։ Կամ տնել հիվանդանոց, որովհետև բժիշկի կարծիքով ան նոբայի մեջ կարող էր հանգարտ ինքնասպանություն գործել։ Մեզ երկու քույրերս գճանային հերու բահել մայրիկես, բայց երբեմն գսբրտեինք սենյակը եւ դխրությամբ կնայի մորս արցունքով խոնավ թեմքին։ Անոր արդայդությունը սիրտս կջշեր, աղիքներս կքալարեր խոր ցավով։ Թեր շատ փոքր էի ըմբռնելու համար մորս հիվանդության ծանրությունը եւ անգե առաջ եկած ընտանեկան դժբախտությունը, բայց հիվանդության արդայդությունները այնքան խոր գաստեին իմ վրաս, որ գիշերները անքուն կմնայի եւ իմ գարկիս կարդասվեի հեծգլդուկներս խեղդելով։ Մորաքույրերս ստիպվեցան աշխատանքը դադրեցնել, որպեսզի փոխ հսկեմ մորս վրա, որովհետև հայրս առաջին օրեն հայտարարեց, թե ինչ կանադեմ, որ ինքը ողջ էր, մորս խնամքը չէր հանցներ օդար ձեռքերում։ Շուրջ ամիսը հետո մայրս խզեց իր լրությունը խելակարիպես խնդալով։ Ան սկսավ խոսիլ, բայց անգաբագից բարերով։ Հաճախ կունենար դեսիլներ եւ լսողության բադրանքներ։ Բժիշկներու կարծիքով շատ ծանր էր իր վիճակը։ Հայրս իր վերջին գարելությունները ըսպարեց նոր վարտքեր ունելու համար։ Մեր դան անգայուն տնտեսությունը բոլորովին գործանեցավ։ Տխրությունը եւ անցկությունը դիրաբեդեցին ամենում եւ մենք երկու քույրերս դարձանք դժբախտ եւ գրեթե լքված երեխաներ։ Մենք մեր սեփական դամ մեջ դարձանք անդեր, որովհետև ամենուն ուշադրությունը դարձած էր հիվանդ մորս վրա։ Այո, սիրելիներ, այսօրվան բաժինը ասճաբ է, շարունակությունը հաջորդով։ Ցտեսություն։